Նստեցին սեղանիս մոտ, խնեցին իմ բաժակից, շպտացին աչքերիս մեջ, բայց հոգիս պատխեցին, քույր անվանեցին ինձ, ընկեր կոչեցին, բայց առանց տատանվելու դանակը մեջքս խրեցին, լուր մնացին, երբ ինձ քարկոծում էին, լսեցին մեղադրանքները ձևացնելով, թե ցավում էին, նրանց փաստեր պետք չեն, նրանց ճշմարտություն պետք չէ, նրանց պետք է հենց այն պատմությունը, որ կարդարացնի իրենց ընտրությունը։ Նրանք արդեն որոշել էին, վճիրը վաղուց էր կայացված, ճշմարտությունը պարտադիր չէ, միայն հանգիստ նրանց մտքի համար, եթե դավաճանությունը ավելի հեշտ է, քան արդարության կողքին կանգնելը, նրանք կթողեն լույսը խավարի հետ և կասեն սա ճիշտ է։ Բայց օրհնյալ են հալածվածները, նրա անվան համար մեղաբերվածները, վրեժը իմն է, ասում է Տերը, ես խաղաղությունս կպահեմ, սիրտս կպաշտպանեմ, ժամանակը կբացի այն, ինչ լռությունը թաղեց։ Ցավ եմ ապրում, երբ հավատում են շշուկներին, երբ սուտը ավելի ընդունելի է, քան ճիշտը, երբ ամբողջ պատմությունը գրվում է քարերին ու չեն տեսնում գինը, փնտրում ու գտնում են մի տարբերակ, որտեղ իրենք մեղավոր չեն, նրանց պետք է մի ճշմարտություն, որը տեղավորվում է իրենց դատի մեջ, ձևավորված մի պատմություն, ուր դավաճանությունը արդարացված է, որովհետև եթե խիղճը արթնանա, հայելին էլ ցույց կտա, ով է կոտրել ում վստահությունը։ Նրանք արդեն որոշել էին, վճիրը վաղուց է կայացված, նրանց պետք էր մի տարբերակ, որ հանգիստ քնեին գիշերը, բայց օրհնյալ են նրանք, ովքեր ատելությամբ չեն պատասխանում, ովքեր սպասում են երկնքի արդարությանը։ Նայ խաղաղությունդ, պաշտպանիր սիրտդ, ամեն պատերազմ քո կրվելունը չէ, Աստված կպաշտպանի այն, ինչ դու չես էլ բացատրել, ժամանակը կբացահայտի այն, ինչ չեն կարող կեղծել։ Նրանք արդեն որոշել էին, բայց երկինքն էլ որոշեց, Աստված ծաղրիկ չի լինի, լույսը խավարին հաղթեց, օրհնյալ են հալածվածները, նրա անվան համար, վրեժը քոնն է Տեր, բաց եմ թողնում ինձ համար, ես կպահեմ խաղաղությունը, կպաշտպանեմ